պատգամը վերնագրել եմ ամենաթանկը, որքանը դա այդպես կհամոզվեք։ Հիմա եթե ես հանկարծ հարցնեմ, ասեմ, ձեզ համար, ձեր փրկության մեջ ամենաթանկ բանը ի՞նչ է, ինչ կպատասխանեք։ Ամեն մեկը մի բան։ Համոզված եմ։ Բայց լսենք ինչ է ասում Պետրոսը։ Եվ դրանով սկսենք մեր պատգամը։ Առաջի Պետրոս, առաջի գլուխ 18-19 խոսքերը։ Իմացեք, որ ձեր հայրերից ձեզ ավանդված ունայն կենսակերպից ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի, որպես մի անբիծ եւ անարատ գառան թանկագին արյամբ, թանկագին արյամբ, ամենաթանկը։ Այստեղ արյունով սրբվածներ կան։ Ինչ կլիներ, եթե դու արյունով սրբված չլինեիր։ Ինչ կլիներ, որ դու դեռ քո մեղքերի մեջ լինեիր։ Իսկ առանց արյան թողություն չկա։ Ամեն։ Ամենաթանկագինը մեր կյանքում, մեր փրկության մեջ Հիսուս Քրիստոսի թանկարժեք, թանկագին, ամենաթանկ արյունն է։ Ամեն, ամեն։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, եթե մենք վերադառնանք Աբրահամի պաշտամունքի վայրը, կտեսնենք թափված արյուն, որտեղ կա Աստծուն պաշտամունք, որտեղ եղել է Աստծուն պաշտամունք, թե մինչև Հիսուս Քրիստոսի հայտնվելը երկրի վրա, թե դրանից առաջ, որտեղ եղել է ճշմարիտ Աստծուն պաշտամունք, այնտեղ եղել է շատ արյուն։ Ես ինչ ես ասում, Ռուբիկ եղբայր, արյան մասին, արյան, այո, ես շատ հանգիստ չի, որ պետք է գոնե 30-40 րոպե միայն արյան մասին խոսես, բայց ես կարծում եմ, ես հավատում եմ դրան, հենց ես հավատում եմ, որ ես պատգամներ Տիրոջից է, որ մենք միասին իրար հետ միասին խոսենք այդ ամենաթանկ բանի մասին։ Ամեն։ Ուշադիր լսի, խնդրում եմ։ Ուրեմն Աբրահամի զոհասեղանի մոտ եթե գնանք, եթե Աստված թույլ չտվեց, որ այն դանակը, որ բարձրացրել էր, իջնի իր միածին որդու վրա, դրա համար պատրաստել էր զոհացու։ Ամեն։ Այդ զոհը մորթելուց արյուն էր թափվում։ Եթե Աստված սպաներ իր որդուն, ոնց որ պատվիրել էր Աբրահամը, ոնց որ ինչպես պատվիրել էր Աստված, արյուն կլիներ։ Արյուն կլիներ, անպայման։ Եթե գանք ավելի ուշ, մնացած զոհերը, մնացած զոհողությունները, եթե հիշենք Հակոբի սեղանը Բեթելում, սեղան շինեց, որտեղ կա ճշմարիտ Աստծուն պաշտամունք, այնտեղ կա արյուն։ Ինչ կապ ունի արյունը մեր փրկության հետ, մեր հավատքի հետ, ուղիղ, անմիջական, առանց արյան փրկություն չկա։ Ամեն։ Շատ կարևոր է, որ բոլոր փրկվածներս հասկանանք Քրիստոսի խաչի եւ արյան զորության եւ կարողորության մասին, որովհետեւ այս խոսքը Քրիստոսի խաչի եւ արյան զորության մասին խոսքը քրիստոնեության անկյունակարն է։ Մեր հավատք կառուցված է Հիսուս Քրիստոսի խաչի, զոհաբերության եւ արյան վրա։ Առաջի Կորինթացիս, առաջի գլխի 22-24 համարներն եմ կարդում։ Եվ որովհետև հրեաները նշան են ուզում, հույներն էլ իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչալ Քրիստոս, հրեաներին գայթակղություն, հույներին հիմարություն, բայց այն կանչված հրեաներին եւ հույներին Քրիստոս են քարոզում, որպես Աստծո զորություն եւ Աստծո իմաստություն։ Խաչյալ Քրիստոս։ Քանիսդ գիտեք, երբ որ Քրիստոս խաչվեց, արյունը հոսեց։ Առանց արյան թողություն չկա։ Աստծուց ամեն բան գալիս է մեզ, եկեղեցուն, հավատացյալներից,
քրիստոնյաներին Հիսուս Քրիստոսի արյան միջոցով։ Ուրիշ ճանապարհ չկա, ուրիշ աղբյուր չկա, ուրիշ արվակ չկա եւ ոչ էլ գետակ կա։ Եբրայեցիս 9-րդ գլխի 7 համարում կարդում ենք. բայց երկրորդի մեջ մտնում էր քահանայապետը տարին մեկ անգամ, այսինքն սրբության մեջ մտնում էր քահանայապետը տարին մեկ անգամ եւ ոչ առանց արյան, որ մատուցում էր իր եւ ժողովրդի կողմից անգիտությամբ գործված մեղքերի համար։ Փառք Տիրոջը, ինչպես մեր բնական մարմնի համար արյունն անփոխարինելի նշանակություն ունի, այնպես էլ Հիսուսի արյունը Հիսուս Քրիստոսի մարմնի եկեղեցու համար, փրկված մարդկանց համար։ Հետարքրում ա ձեզ մինչև ձեր սրտի խորքը պիտի հետարքրի։ Ձեզ պիտի հուզի, ձեզ պիտի ուղղակի երախտագիտությամբ ու պատկառանքով լցնի Քրիստոսի արյան մասին խոսքը։ Ղևտացիներ 17-14-ում Տերը պատվիրում էր հետևյալը, որովհետև ամեն մարմնի կյանքը իր արյունն է, եւ նա է բուն կենդանությունը, ուստի Իսրայելի որդիներին ասացի, ոչ մի մարմնի արյուն չպիտի ուտեք, որովհետև ամեն մարմնի կյանքը, կենդանությունը իր արյունն է, ով որ ուտի այն պիտի կորչի։ Բոլորս գիտենք, որ մարդու կյանքը իր արյան մեջ է։ Ամեն։ Մարմնի կյանքն իր արյան մեջ է, կյանքի ամբողջ լեցունությունը կախված է արյան անդադար շրջանառությունից, կախված է արյան անդադար հոսքից, որովհետև արյունն է սնում մեր ամբողջ մարմինը, արյունն է կազմավորում մարմնի կարգավորում մարմնի ջերմաստիճանը, բարձրի դեպքում իջեցնում է, ցածրի դեպքում բարձրացնում, արյունն է այս ամենն անում։ Առաջ երկրորդ Կորինթացիս 9:15-ում կարդում ենք եւ շնորհակալություն Աստծուն նրա անպատմելի պարգևի համար, անպատմելի, ամենաթանկ Հիսուս Քրիստոսի թանկագին արյան համար, շնորհակալություն Աստծուն։ Ամեն։ Այո, ճիշտ եք անում, ծափարեք Տիրոջը Հիսուսի արյան համար։ Ինչու է Քրիստոսի արյունը անսահման, անասելի թանկ։ Ես մի քանի կարևոր ճշմարտություններ պիտի ասեմ արյան մասին։ Հերթականությունը ըստ կարևորության չի։ Եթե պիտի սկսեմ ինչ-որ տեղից, դա ամենակարևորը չի, հետո քիչ կարևոր, այլ բոլորն էլ կարևոր են։ Եվ ես չեմ հավակնում, որ մեկ պատգամով գոնե մի փոքրիկ մասը ավարտեմ, որովհետև արյան թեման ամբողջ Աստվածաշունչն է, սկզբից մինչև վերջ։ Մենք էլ շատ երգեր երգում ենք արյան մասին, եւ շատերը մտածում են, այդ ինչի եք արյան մասին այդքան երգում, այդքան արյունաշոր եք, այդքան արյունատենչ եք։ Հիսուս Քրիստոսի արյունը հերիքում է բոլորին, որ էլ ոչ մի արյուն չթափվի։ Հիսուս Քրիստոսի խաչով կանգ առավ անգամ կենդանիները զոհելու ավանդույթը, պատվիրանը, զոհաբերության կարգը կանգ առավ։ Հիսուսի արյունը թափվեց, որ քո արյունը չթափվի։ Ալելույա։ Ուրեմն ասեցի մի քանի կարևոր բաների մասին, արյան մասին պիտի խոսեմ։ Քրիստոսի արյունը թանկագին է, որովհետև ինչպես մեր բնական մարմնում արյան առաջին ֆունկցիան արյունն ամեն մնացորդ մաքրում եւ դուրս է հանում։ Մեր մարմնից արյունն է մեր ամեն մնացորդները մաքրում եւ դուրս հանում։ Իհարկե ես շատ հեռու եմ բժշկագիտությունից եւ այն ինչ որ ես ասում եմ, ես որպես սիրողական մակարդակով եմ այս մասին խոսում, որովհետեւ բայց գիտեմ, կարդացել եմ, որ մեր մարմնի ամեն ավելնորդ բան արյունն է տարբեր դուրս գալու ճանապարհներին մատակարարում եւ այնտեղից դուրս է գալիս մեր մարմնից։ Ամեն։
դա կլինի կոկորդից եւ այլն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Արյունը մաքրում է։ Ասա արյունը մաքրում է։ Եթե չմաքրեր, դու դեռ քո մեղքերի մեջ կլինեիր։ Արյունն ինձ մաքրել է։ Քրիստոսի արյունն ինձ մաքրել է։ Ես մաքուր եմ։ Ոչ թե որովհետև այս արեցի։ Ես մաքուր եմ, որովհետև Քրիստոս իր արյունը թափեց, որ ես հավատալով մաքրվեմ իմ մեղքերից։ Ամեն։ Պողոսը խոսում էր հրեաների հետ։ Եվ ասում էր, որ եւ եկավ Քրիստոսը գալիք բարիքների քահանայապետը, ոչ թե նոխազների եւ ցուլերի այրամբ, այլ հենց իր այրամբ մեկ անգամ մտավ սրբարանը եւ հավիտենական փրկություն ապահովեց։ Ալելույա։ Հիսուս հավիտենական փրկություն ապահովեց, ոչ միայն իր ժամանակակիցների համար փրկություն, այլ նաեւ իր արյունը թափելուց 2000 տարի առաջ շարունակում է սրբել, շարունակում է մաքրել եւ քանի լինի այս աշխարհակարգը, քանի Հիսուս չկա, որ եկեղեցուն տանի եւ քանի դեռ այս ամենը չվերջանա եւ պատմության վարագույրը չիջնի եւ չսկսվի նոր երկինքը եւ նոր երկիրը, առանց արյան փրկություն չի լինելու։ Ամեն։ Փառք Տիրոջը Հիսուսի արյան համար եւ այդ արդեն հիմա ասում է, այլ որքան ավելի 12-14 համարներն են դա Եբրայեցի 9-րդ գլխի, այլ որքան ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգով իր անձը անարատ զոհ մատուցեց Աստծուն, մեր խշմտանքը կսրբի մեռած գործերից, որ կենթանի Աստծուն ծառայենք։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, մենք այնքան լուրջ պետք է մոտենանք ավետարանի ամեն խոսքին, ամեն մտքին, ամեն արտահայտությանը։ Մարդիկ կան այստեղ, որ հասկանում են ծանր խշմտանքը ինչը, որով տառապել են, որ արել են բան, միգուցե իրենց խղճին, իրենց կամքին, հակառակ եւ չեն կարողացել գիշերներ քնել, միգուցե ինչ որ մեկը չի կարողանում քնել, լավ լուր ունեմ քեզ համար, Քրիստոսի արյունը մաքրում է մեզ չար խշմտանքից։ Ամեն։ Քրիստոսի արյունը մաքրում է մեզ ամեն չար գործերի խշմտանքից, որ կենթանի Աստծուն արդարությունով պաշտենք։ Ամեն։ Ես գիտեմ, մենք բոլորս ունենում ենք մութ էջեր, եթե ոչ քրիստոնեական կյանքի ընթացքում թեկուզ դա էլ է պատահում, բայց մինչև Քրիստոսին գալը, մենք ամեն մեկս մեր խավար գիշերն ենք ունենում, մեր անջատած լույսը, որ ոչ մեկը չտեսնի, թե մենք ինչ ենք անում, գաղտնագողի մեր արածները, որոնք հետո խշմտանք են ավելացնում, դու ես մարդը չես, դու ես մարդը չես, քո հարազատի նկատմամբ պես արեցիր, ինքը չիմացա, բայց դու արեցիր ես։ Չեմ կարող բոլորը թվարկել, չեմ էլ ուզում, բայց ամեն մեկս հասկանում ենք խոսքը ինչի մասին է։ Կա մեկը, որ չի հասկանում։ Քո տարիքն էլ ինձ հետարքիր չի։ Ես ասել եմ, ոչ թե սա նորից ուզում եմ շեշտել, այլ ես 7-8 տարեկան էի, որ մենք հավատացինք, ես չգիտեմ, ուղղակի ասել էին, որ բոլոր մարդիկ մեղավոր են։ Ու չէին էլ բացատրել, արյան մասին էլ ոչինչ չգիտեի։ Վերմակով ծածկում էի գլուխս գիշեր ու աղոթք էի անում, ասում էի, Տեր, իմ մեղքերից ինձ մաքրի։ Ասում եմ 7-8 տարեկան երեխան, հաստատ վատ բան չէի արել, այն բացի երեխական չարաճճություններից։ Ինչ գիտեի, որտեղից, հոգին վկայում է, որ եթե մարդուն Աստված կանչում է, նա տալիս է նաև հայտնություն Սուրբ Հոգու միջոցով, որ ինքը մեղավոր է։ Բայց հիմա ես մեղավոր չեմ, թեկուզ այնքան սխալներ ու այնքան բաներ եմ արել, որ այդ չասած։ Բայց էլ մեղավոր չեմ, ինչու, որովհետև Հիսուս Քրիստոսի արյունը մաքրել է ինձ ամեն մեղքից։ Հիմա ես որ այսպես խոսում եմ, կարող է հանկարծ մտածողներ լինեն, ոնց ուզում եք մտածեք, ես Աստծո առաջ եմ ուզում անկեղծ լինեմ։ Էս Ռուբիկ եղբայրներ, լավ իմանանք, հələ մի հատ մոտիկ մարդ կա հարցրեք, էլ ինչեր արել էլի։ Արեք իրար չհարցնենք։ Արեք իրար չհարցնենք։ Դեռ պարզ է, թե ինչ կբացահայտվի։ Ինչևէ, ինչ ուզում է բացահայտվի։ Իմ մեղքերը Քրիստոսի արյունով Աստված ջնջել է, բացահայտվելու ոչինչ չկա։
Չկա ոչինչ։ Հիսուս Քրիստոսի արյունը սրբել է ինձ ամեն մեղքից։ Ամեն նշանակում է ամեն։ Սրա հետ կապված չեմ ասում։ Ամեն մեղքից նշանակում է ամեն մեղքից։ Նշանակում է բոլոր մեղքերից։ Ամեն։ Բայց գիտես ամբարտավանությունը հիմա ասել է այնտեղ, որ մարդիկ ասում են Քրիստոս ոչ միայն մաքրել է մեզ երեկվա այսօրվա, այլ վաղը որ պիտի գործեմ այդ մեղքերից էլ է Քրիստոս ինձ ազատել։ Ամբարտավան լինես դժոխք կգնաս։ Քրիստոսի արյունը շնորհքով է մարդուն մաքրում եւ ոչ թե ամբարտավանության, անօրինության մեջ։ Ամեն։ Առաջի Հովանու 1:7 Բայց եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես նա է լույսի մեջ հաղորդություն ունենք իրար հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը ինչ է անում, սրբում է մեզ ամեն մեղքից։ Ասա ամեն մեղքից։ Հիսուս Քրիստոսի արյունը հավատացողներին սրբում է ամեն մեղքից։ Ես բարձրացնում եմ ձեռքս եւ ասում եմ Հիսուս Քրիստոսի արյունը սրբել է ինձ ամեն մեղքից։ Նրանից, այո, նրանից էլ։ Նրանից, այո, նրանից էլ։ Նրանից, այո, բոլորից։ Բոլորից։ Փառք Տիրոջը, Հայտնություն 1:5։ Տեսեք երկնքում ինչ են երգում։ Տեսեք Աստծո գահի առաջ Քրիստոսի հետ ինչ է, Քրիստոսի առաջ շուրջը շրջապատած ինչ է երգում։ Եվ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայից, որ մեռելներից անդրանիկը եւ երկրի թագավորներից իշխանն է, նրան, որ մեզ սիրեց եւ իր այրամբ մեզ մեր մեղքերից ազատեց։ Երկինք գնացող ամեն Քրիստոսի արյունով սրբված այս երգը պիտի երգի երկնքում։ Արյունը հիշվելու է երկնքում։ Ես կարդում եմ հատված երկնքի տեսարանից։ Փրկվածները ավելի լավ պիտի գիտակցեն, թե որտեղից են փրկվել եւ ինչպես են փրկվել, եւ պիտի գովեն Հիսուսին, ասեն, որ նա հավատարիմ վկա է, որ մեռելներից անդրանիկն է, երկրի թագավորների իշխանն է։ Նա սիրեց մեզ եւ իր արյամբ մեզ մեր մեղքերից ազատեց։ Ես ուրախանում եմ։ Ես հրճվում եմ։ Սոված եմ, թե կուշտ էական չի, հիվանդ եմ, թե առողջ էական չի։ Այսօր կմեռնեմ, թե վաղը էական չի։ Ռուբիկ եղբայրը տես բեմից շատ Ռուբիկ եղբայրն արդեն էլ ատամ չի մնացել, որ չի ջարդել Տիրոջ։ Ես ասել եմ, որ նրանք ովքեր քարոզում են Աստվածաշունչը մի օր նրանց ատամները ջարդում է։ Այն ինչ որ դու քարոզում ես, քեզ հանդիպում է։ Հա, ուրիշներին սովորացում ես, իսկ քեզ վերաբերվում է, թե չէ։ Աստված գիտի մեզ, թե որ անկյունը մտցնի երբ։ Աստված գիտի, երբ քեզ պատվից զրկի ուղակի, որ դու հասկանաս առանց իրա դու անպատիվ ես։ Եղել է երբեմն, ես որ դա Աստված ինձ ինչ որ տեղ, ինչ որ անկյուն է մցրել ու հետո հանկարծ այդ անկյունից դուրս եմ եկել եմ եկեղեցու, մեկը ինձ պատվով խոսացել է, մտածել եմ, ինչ ամոթ։ Են անկյունից ես եկել, իմացի, հիշի, չմոռանաս։ Հասկանում եք, ով է ինձ հասկանում, ով էր ուզում ես պատգամը, որ ես սկսեի, ես դեռ չեմ վերջացրել։ Նորից եմ ուզում կարդալ 9-րդ գլխի 12-15 համարները, նորից ուշադիր լսեք, և ոչ էլ լոխազների և զուարակների այրունով, այլ իր արյամբ մեկ անգամ այն սրբարանը մտավ ու հավիտենական փրկություն ստացավ, որովհետև եթե ցուլերի և նոխազների արյունը և երիժների մոխիրը շաղ տալով մաքրում էին պղծվածների մարմինները, որչափ ևս առավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգով ինքն իրեն անարատ զոհ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խշմտանքը այն մահկանացու գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։
1921 թվականին Չիկագոյում մեծ կրոնների համաժողով են գումարում, դա պատմական փաստ է, եւ հավաքվում են բոլոր կրոնների ներկայացուցիչներ եւ ուզում են որոշել հնարավոր է արդյոք որպեսզի միավորեն։ Այնտեղ ամեն մեկը տևում է մի քանի օր, հազարավոր մարդիկ են հավաքված լինում եւ քննարկում են արդյոք հնարավոր է հավատքները միավորել։ Ամեն մեկը իր հավատքի ճշմարտությունն ու արդարացությունն է հիշատակում եւ այլը եւ երբ որ շատ չեն կարողանում որևէ ընդհանուր բան գտնեն եւ այդ ընթացքում ձայնավերցնում Ջոն Քուք անունով Բոստոնից եկած ներկայացուցիչը բարձրացնում է իր ձեռքը եւ մեջ է բերում Շեքսպիրի Մակբեթից շատ հայտնի արտահայտությունը ինչպես մաքրել այս ձեռքերը արյունից նրանք ովքեր ծանոթ են գիտեն ինչի մասին է իսկ եթե չէ ես երկու խոսքով ասեմ Մակբեթը ողբերգություն է որ գրել է Շեքսպիրը փաստորեն Մակբեթը մեծ զորավոր էր եւ Շոտլանդիայի թագավորն էլ իր հորեղբոր թե Դվայրոդնի եղբայրներ էին կնոջ դրդումով դավադրաբար իր տանը կնոջ դրդումով իր տանը սպանում է թագավորին Շոտլանդիայի եւ կինը խելագարվում է դրանից հետո եւ այդ տեսարանների մեջ դե բնական է Շեքսպիրը այնպես պետքա ներկայացներ նրանք ովքեր կարդացել են եւ ասում է ինչպես պիտի այս բծերը իմ ձեռքից մաքրվեն կա մարդ որի ձեռքին բիծ կա ուզում եմ ասել հայտնվել է այդ բծերը մաքրող Հիսուս Քրիստոսի թանկագին արյունը մաքրում է ամեն բծից, ամեն ծանրությունից, ամեն մեղքից, ամեն անօրենությունից։ Ամեն։ Հետո ասում է բժիշկ ծանր հոտ է գալիս կա դեղ այդ հոտը անցկացնելու համար այո մեղքը հանցագործությունը հոտ ունի հոտ ուղեկցում է քեզ Հիսուս Քրիստոսի արյունը սրբել է ինձ այդ հոտից հետո նորից է ասում իմ խիղճն ինչով մաքրեմ Հիսուս Քրիստոսի արյունը մաքրում է մեզ չար խշմտանքից որ արդարությամբ կենթանի Աստծուն պաշտենք ամեն սիրելի իմ քույր սիրելի իմ եղբայր երբեմն մարդիկ չգիտեմ լսում են որտեղ ինչ հրաշք կա հրաշքը Հիսուսն է հրաշքը Հիսուսին ունեցի հրաշք ունենաս Հիսուսին չունես ուզում ես 1 միլիոն կիլոմետր հեռու գնա ուզում ես ամենամեծ առաքյալը աղոթի դու մեկը մեռնելու ես այդ ցավով Հիսուսին ունեցի հերիքա քեզ եւ ես դրա համար չեմ ասում բայց գնում են հանկարծ ոտքից ցավը կաղոթի լսի քո ստացածը այնքան շատ է դու ազատվել ես մեղքի բեռից մեղքի ծանրությունից ես ազատվել մեղքի հոտը քեզանից գնացել է փառք տուր Աստծուն ձեռքերիդ մեջ խղճից սրտիդ վրա արյամբից չկա փառք տուր Աստծուն մաքրվել է Դրա համար էր Դավիթն ասում. Երանի այն մարդուն, որի մեղքերը ներվեցին, երանի այն մարդուն, որի անօրենությունները թողվեցին, երանի այն մարդուն, որին Աստված մեղք չի համարում, Աստված էլ ինձ մեղք չի համարում, քեզ էլ նույնպես փառք տուր Աստծուն։ Ինչպես, ինչ դեղ կա բժիշկ, այս մաշող հիշողությունը ջնջելու դեղ կա, բժիշկը հայտնվել է, կա արդյոք բժիշկ Գաղադում, այո, մի օր ոչ միայն Գաղադում, այլ Պաղեստինում հայտնվեց բժիշկը, ուներ ընդամենը մի միջոց, որ բոլոր հարցերին պատասխանում էր, այդ միջոցը իր արյունն էր, Հիսուս Քրիստոս, ոչ առանց արյան, ամեն, ուրեմն, միայն Քրիստոսի արյունը զորություն ունի ջնջելու ամեն մեղք, արարք և բիծ և գարշահոտություն։
Եբրայեցիսի 22-ում գրված է, եւ օրենքի համաձայն գրեթե ամեն բան արյամբ է սրբվում, եւ առանց արյուն թափելու թողություն չի լինում։ Ամեն, ամեն բան։ Ներեցեք։ Նորից Հովանու առաջի թղթի առաջի գլխի 7-րդ խոսքը, բայց եթե լույսի մեջ մանկանք կամ քայլենք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Ամեն մեղքից։ Ներողություն եմ խնդրում։ Հենց դրա համար է Քրիստոսի արյունը թանկագին, անպատմելի, եզակի, անփոխարինելի, անգամ երկնքում են երգում։ Նորից մի ուրիշ խոսք, եւ նոր երգ էին երգում ասելով, արժանի ես վերցնելու գիրքը եւ դրա կնիքները բացելու, որովհետեւ մորթվեցիր եւ քո այրամբ մեզ գնեցիր Աստծո համար ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից եւ ազգից։ Ամեն։ Ես կարող եմ սրա վրա երկար կանգնել, բայց հաջորդին անցնենք։ Հիսուս Քրիստոսի արյունը թանկագին է, որովհետեւ Հիսուս Քրիստոսի արյունով մենք փրկագնվեցինք։ Հիսուս Քրիստոսի արյունը փրկագինն է մեր փրկության։ Փրկագնման իմաստը գինը վճարելն ու ապրանքը վերցնելն է։ Սատանայի գերությունից ազատելն է, սատանայի իշխանության կործանումն է, երկնքի թագավորության միակ արժույթը, դրամական միավորը, փոխանակման միջոցը, վալյուտան Հիսուս Քրիստոսի սուրբ անարատ թանկագին արյունն է։ Երկնքի արքայության մեջ ուրիշ վալյուտա գոյություն չունի, փոխանակման ուրիշ միջոց գոյություն չունի, ուրիշ միավոր գոյություն չունի, ամեն ինչ գնվում եւ վաճառվում է, այսինքն գնվում է Հիսուս Քրիստոսի արյունով, ամեն ինչ, Աստված մեզ գնեց սատանայի իշխանությունից, գիտենք, որ երկնքի արքայության մեջ շատ ոսկի կա, անգամ թափանցիկ ոսկի, գիտեք, ես հանգիստ պետք է խոսամ, ներողություն, բայց պետք է խոսամ, չգիտեմ, գիտությանը հայտնի է, թե ինչ է դա թափանցիկ ոսկին, միգուցե հայտնի է, միգուցե բնության մեջ գիտությունը կարողանում է ստանալ այդ թափանցիկ ոսկին, բայց մեզ համար, գոնե ինձ համար սովորական մարդը, ես չգիտեմ, թե ինչ է դա, երկնքի արքայության մեջ կա նաև շատ թանկարժեք քարեր, հազվագյուտ թանկագին քարեր, որոնք ուղղակի շինանյութ են եւ ոչ թե վալյուտա, ոչ թե արժույթ։ Հիսուսն իր այրամբ վճարեց մեզ սատանայից հետ գնելու գերությունից ազատելու համար։ Այդ թափանցիկ ոսկուց մի քանի տոննա չտվեց սատանային։ Այն տաճարի հիմքը, որ անասելի շատ մեծ էր շինությունը եւ հիմքերը անգին քարեր էին։ Դրա մի քարը, որ ասենք մի կիլոմետրանոց այդպիսի մի քարը ալմասից հերիք էր, շատ թանկ արժենար, բայց դա չէր գնի մեզ, մեր մեղքերից։ Հիսուս իր այրունով ինձ գնեց։ Հիսուսի այրունը սրբում է մեզ ամեն մեղքից։ Եվ փրկագնողը ինքը Աստված է։
Եսայա 43:14 Այսպես է ասում Տերը ձեր փրկագնողը Իսրայելի Սուրբը Այսպես է ասում ձեզ փրկագնողը Հայերեն թարգմանության մեջ գրված է ձեր փրկիչը բայց բնագրի իմաստը ձեզ փրկագնողը որ փրկագին պիտի տա ու ձեզ փրկի եթե այդ փրկագինը չլիներ մենք դեռ սատանայի գերության մեջ կլինեինք Ռոմացիս 3:24-ում գրված է ձրի են արդարանում նրա շնորհով այն փրկագնման միջոցով որ Հիսուս Քրիստոսով է Ովսե 13:14 Նրանց գերեզմանի ձեռքից պիտի փրկագնեմ ինձ գերեզմանի ձեռքից փրկագնելը գերեզմանն իմ վրա իշխանություն չունի չես մեռնելու եթե Հիսուսի գալն ուշանա հաստատ պիտի մեռնեմ բայց գերեզմանն ինձ չի կարող պահի այնտեղ հարության լուսավոր փառավոր առավոտը ես հարություն պիտի առնեմ ձեզ հետ միասին կա այդ հույսով ապրողներ բա ինչու փառք չեք տալիս ասում ձեզ հետ միասին ոչ թե մենակ Հիսուս Քրիստոսին հարուցանողի հոգին ձեզ էլ հարություն կտա իր զորությամբ ամեն Ուրեմն ասում էր նրանց գերեզմանի ձեռքից պիտի փրկագնեմ նրանց մահից պիտի ազատեմ քո ժանտախտ նուր է ով մահ քո ավերում նուր է ով գերեզման հալելույա չկա եւ չի կարող լինել Ես այս երկար տարիների ընթացքում որ հովիվ եմ եղել հարյուրավոր մարդկանց հավատացյալների Վերջի ճանապարհ ենք ճանապարհել, տարել, դրել ենք, գիտենք։ Եվ մենք հույսով ենք դրել։ Այդ մարդիկ եթե հույսով են ապրել, այդ հույսը գերեզմանում չի կարող մնալ, որովհետև ամենակարևոր բանը հավատքը, հույսը եւ սերն է։ Ամեն։ Այդ հույսը գերեզմանում չի կարող մնալ, այդ սերը չի կարող մնալ, հավատքը չի կարող մնալ։ Հովսեփը երբ որ պիտի դուրս գայի Երուսաղեմից Եգիպտոսից պատվիրեց որ իր շիրիմը չթողեն այնտեղ հետները տանեն մումիան եւ Իսրայելը երբ որ դուրս եկավ դրանից 400 տարի հետո վերցրեցին հավատքով վերցրեցին որովհետեւ Հովսեփը հավատքով խնդրեց Հալելույա մենք հավատքով ենք ապրում եւ հավատքով ենք մեռնում Գիտեք, ես շատ եմ հուղարկավորության կամ հոգեհանգստի արարողությունների մասնակցում եւ այդպես էլ հնարավոր չի ասել մահվան մասին, մանավանդ այդ գնացողը արդեն էլ չի լսի, մնացածներն էլ ասում են մի երկու խոսք ասա թող գնա, մենք զահլետ չունենք։ Եվ ես ամեն դեպքում մահվան մասին մի պատգամ պատրաստել եմ, եթե թույլ տաք, եթե համաձայնվեք կքարոզեմ։ Եթե թույլ տաք, եթե չէ, բայց մենք մենակ ապրելու մասին ենք խոսում։ Այս մի օր էստեղի կյանքը մի օր վերջանալու է, ժողովուրդ։ Որպեսզի տագնապ չունենաք։ Լավ, գնանք առաջ։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ։ Աստված Հիսուսի թանկագին այրամբ է վճարել մեր փրկության գինը։ Փրկությունը խավարից հանելն է, լույսի թագավորություն տեղափոխելը, մահից դեպի կյանք, սատանայի իշխանությունից դեպի Աստծո թագավորություն, մեղքի գերությունից դեպի արդարություն տանելն է։ Աստված դա արել է մեզ համար։ Ուզում եմ ասել մի կարևոր ճշմարտություն ուշադիր լսեք։ Թե դժոխքը, թե դրախտը մեռնելուց հետո չեն սկսվում, այլ այստեղից։ Էդ ինչ ասեցիր։ Ուշադիր լսի շարունակությունը։ Սատանան այստեղ է մեզ գերեվարել։ Սատանան այստեղ է մեզ տրկացրել, ոչ թե երկնքում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ եկավ այստեղ, խաչվեց այստեղ, ազատագրեց մեզ այստեղ։ Հալելույա։ Եվ հիշում եք իր ծառայությունը սկսելուց առաջ Հիսուսն ասաց. Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետև նա ինձ օծեց աղքատներին ավետարանելու, նա ինձ ուղարկեց ուր, ուղարկեց աշխարհ,
Նա ինձ ուղարկեց սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին ազատություն եւ կույրերին տեսողություն քարոզելու, խոցվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու, որտեղ, այստեղ, ժողովուրդ, եթե մենք այստեղ ազատվել ենք խավարից, դժոխքից, սատանայի գերությունից, ուրեմն մեզ համար դրախտն սկսվել է այստեղ։ Եթե չենք ազատվել, այնտեղ ոչինչ չի լինի, ոչ կմաքրա, ոչ կսրբա, ոչ կտանա։ Մոռացեք, կներեք։ Չկա այդպիսի բան։ Այստեղ եւ այստեղ։ Դու դժոխքում ես, թե դրախտում։ Ես Տերը ինձ փրկեց դժոխքից։ Դժվար բան չես ունենում, քեզանից շատ, հաստատ քեզանից շատ։ Բայց Տերը փրկել է ինձ, գնել է, ես իր անն եմ, գին ա վճարել, անհնար է, Տիրոջը գցել հնարավոր չի։ Դուք պատկերացնում եք, մեկը պիտի կարողանա Աստծուն գցել։ Սուրբ Գիրքն ինչ է ասում, որպեսզի զորավորի կարասիները հափշտակես, պետք է այդ զորավորին կապես։ Ով անա, որ կարող է Տիրոջը կապի, Տերը բոլորին կարող է կապի, նաև սատանային։ Բայց Տերը արդարությամբ գործեց, գինը վճարեց։ Գինը վճարեց։ Ամեն։ Սուրբ Գիրքն ասում է, նա ով մեղք է գործում, սատանայից է, քանի որ սատանան սկզբից եւ ետ մեղանչում է։ Դրա համար հայտնվեց Աստծո որդին, որ քանդի սատանայի գործերը։ Քո կյանքում սատանայի գործերը քանդվել են։ Ամեն։ Ես չեմ ասում դու կատարյալ արդար կյանք ես ապրում, սայթակում ես դարձի խաչին, մեղանչում ես կանչի այրյունը, խոնարհվի Աստծո առաջ եւ նա քեզ կբարձրացնի, խնդրի Տեր ազատի ինձ այս մահկանացու մարմնից։ Կարծում եք 7-րդ գլուխը Պողոս առաքյալը չի գրել Հռոմեացիս 7-րդ գլուխը։ Ասում ինչ խղճալի մարդ եմ ես, երկու բան եմ տեսնում եմ մի բան ներսի մարդով, բարի բան եմ ուզում անել, ուզում եմ Աստծո օրենքը կատարել, բարին ուզում եմ անել, մեկ է տեսնում եմ, որ չարն ավելի եմ անում։ Տեր, ես մեղք եմ, ազատի ինձ, Տերը տեսնելով մեր մեղք վիճակը ազատեց մեզ։ Բայց վերջում ասում, բայց գոհություն Աստծո, Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ամեն։ Գոհություն Աստծո, Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ես արագացնեմ։ Քրիստոսի սուրբ այրյունը թանկագին է, որովհետև ազատում է մեզ Աստծո բարկությունից։ Ավելին հաշտեցնում է մեզ Աստծո հետ եւ մեզ էլ հաշտեցնողի պաշտոն է դարձնում եւ հաշտեցնողներ է դարձնում։ Հռոմեացիս 5:11 եւ ոչ միայն այսքանը, այլ նաեւ Աստծով պարծենում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք։ Հիսուսի այրյունն էր այդ հաշտության գինը։ Երկրորդ Կորինթացիս 5:18-19 այնպես որ ամեն բան Աստծուց է, մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով հաշտեցրեց իր հետ, մեզ հաշտության ծառայությունը տվեց, որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ, նրան հանցանքները ներեց եւ հաշտության խոսքը դրեց մեր մեջ։ Ունես հաշտության խոսք։ Նախ այդ խոսքին դու հավատա եւ հետո այդ խոսքը ասա բոլորին։ Կողոսացիս 1:20-22-ը եւ նրանով ամեն բան հաշտեցրեց իր հետ խաղաղություն անելով նրա միջոցով նրա խաչի արյամբ թե երկրի վրա թե երկնքում եղողներին եւ ձեզ որ մի ժամանակ օտար էիք ու թշնամի մտքով չար գործերով հիմա հաշտեցրեց իր մարդկային մարմնում իր մահվան միջոցով որ ձեզ սուրբ ամբից եւ անարատ կանգնեցնի իր առջև հալելույա Բայց Աստված մեր հանդեպ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոս մեր փոխարեն մեռավ, եւ որքան առավել հիմա երբ արդարացած ենք, նրա արյամբ, նրա միջոցով կփրկվենք բարկությունից։ Հալելույա։ Նրա արյամբ եւ կհաշտվենք եւ կփրկվենք բարկությունից։ Այո, բարկության օր կա։ Քանիստ եք կարդացել, որ Աստվածաշունչն ասում է, կա բարկության օր։ Ամեն։ Բարկության օր կա։ Նրանք, ովքեր այրունով սրբվել են, նրանք այդ բարկության օրվանից ազատվել են։ Բարկության օրը քեզ համար չի, այրունով սրբված։
Հրեշտակը, որ եկել է սպանելու, կտեսնի արյունը ու կշրջանցի։ Հրեշտակը կտեսնի արյունը ու կանցնի։ Ելից կդառնա։ Ամեն։ Ամեն։ Չորրորդը Քրիստոսի արյունը թանկագին է, որովհետև մեզ արդարացնում է եւ փրկագնում մեր արդարության հիմքն էլ Քրիստոսի սուրբ թանկագին արյունն է։ Երբ մենք հավատքով փրկվում ենք, վերստին ծնվում, ամենակարող Աստված իր շնորհքով իր որդու արդարությունը համարում է նաեւ մերը, որովհետև ջնջում է մեր բոլոր մեղքերը։ Աբրահամը հավատաց Աստծուն եւ նա այդ հավատքը նրա համար արդարություն համարվեց։ Մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսի արյան զորությունը, հավատում ենք եւ այդ հավատքը մեզ արդարություն է համարվում։ Եվս մի օրինակ 1864 թվականին Շվեյցարիայում տեղի է ունենում տարբեր քրիստոնեական հարանվանությունների, ոչ թե տարբեր կրոնների, այլ տարբեր քրիստոնեական հարանվանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ժողով, որտեղ քննարկում էին շատ կարևոր աստվածաբանական խրթին հարցեր, տեսություններ, մոտեցումներ, եւ այդ քննարկումներից մեկի ընդմիջան ժամանակ մի երիտասարդ քրիստոնյա մոտենում է անվանիներից մեկին, անվանի աստվածաբաններից մեկի եւ ասում. մեր քաղաքում մի երիտասարդ ծանր հանցանքի համար դատապարտվել է մահապատժի եւ մեկ շաբաթից կատարելու են այդ վճիռը։ Միգուցե գնանք եւ նրան փրկության մասին ինչ որ բան ասեք։ Այդ մեծ աստվածաբանը պատասխանում է, թե այդ մարդուն, այդ հանցագործին ոչինչ չունի ասելու։ Եվ երիտասարդը պատասխանում է, այդ դեպքում ձեր աստվածաբանությունը 15 ցենտ էլ չարժի։ Քո աստվածաբանությունը ինչ արժի։ Քո հավատքը ինչ արժի։ Հիմա ես մտածում եմ, եթե հավատացյալը ոչինչ չունի ասելու մեռնող չարագործին, հանցագործին, մարդասպանին, այդ հավատացյալի հավատքը նույնպես ոչինչ չարժի։ Սկի 15 ցենտ էլ չարժի։ Ամեն։ Մենք երբեմն մտածում ենք, եսի մեծ չարագործը, եսի փոքր չարագործը, Աստված կարողանում է փոքր չարագործին ինչ որ մի կերպ մաքրել, պատրաստել, այս մեծ չարագործին ոնց կարա Աստված տանի։ Փոխի, կարա Աստված։ Ամեն։ Ասեք բոլորին, անողը դուք չեք, անողն Աստված է։ Իսկ ինչ կարելի է ասել հենց այդպիսի մարդկանց։ Ինչ ասեց Հիսուս խաչի վրայի ավազակին։ Այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Էդի առանցին դեպք էր, ոչ, այդ առանցին դեպքը նախադեպ էր, ոչ թե առանցին դեպք։ Գիտեք նախադեպն ինչ է։ Երբ որ այսուհետև այսպես պիտի լինի, նախադեպ։ Այդպիսի մարդուն պիտի ասես Քրիստոսի արյունը սրբում է ամեն մեղքից։ Այդպիսի մարդուն պիտի ասես, եթե անգամ մեկ րոպե մնացել քեզ, հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես։ Այդպիսի մարդուն պիտի ասես, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի, կանչի Տիրոջ անունը։ Բա գիտես շատ մեղքեր եմ գործել, կյանքը թերիկ չի խոստովանվելու, Հիսուսին կանչի։ Գիտեք իմ սիրելի քույրեր եղբայրներ, երբեմն հանդիպում եմ աղոթքագրքերի, առավոտյան այսպիսի աղոթք կանես, կեսօրին այսպիսի աղոթք կանես, իրիկուն այսպիսի աղոթք կանես քնելուց առաջ։ Դուք ինչ եք, քրիստոնյա եք թե ով եք։ Փառք ասում, որ այդպիսի աղոթքագիրք չուներ Պետրոսը, թե չէ ծովի մեջ կխեղդվեր։ Մինչև բացեր կարդար, թե ինչ աղոթք պետք է անեմ, արդեն կխեղդվեր, բայց ինքն ուղղակի աղաղակեց, Տեր փրկիր ինձ։ Կանչեք Տիրոջը, Տեր փրկիր ինձ, կանչեք նրան, փրկիր ինձ, ասեք նրան ամեն մեկին, բա Ռուբիկ եղբայր առանց ջրի մկրտվության կփրկվի, քո կաղապարները քեզ պահի, այո, կարա փրկվի, Սուրբ Հոգով էլ չի մկրտվել, Աստված փրկությամբ հետ տալիս է ամեն բան, ամեն, բա ոնց այդքանը կտա մի անգամից,
Մենք մեր մարդկային սահմանափակ մտքով ենք վերաբերվում։ Ով որ կանչի, ինչ խոստովանեց խաչի վրա ավազակը Հիսուսին։ Ինչ խոստովանեց, ասեք։ Ես չեմ ասում մի խոստովանեք, հանկարծ չթեքեք, այ մեկը կարող ասի, Ռուբիկ եղբայրն ասում էր բեմից մի խոստովանեք։ Եթե սխալ ես արել խոստովանվի։ Որովհետև երբեմն բաներ կա, որ պիտի խոստովանես, քեզ համար աղոտ կանեն, քեզ ճանապարհը ցույց տան, վերջապես ազատվես դրանից։ Ես այդ մասին չեմ ասում։ Ես հարց եմ տալիս, ինչ խոստովանեց։ Տեր, հիշիր քո գալուց, հիշիր։ Չեր էլ հավատում, չգիտեր, որ այսօր հնարավոր է գալուց, որովհետև գիտեր, որ Հիսուս պիտի գա, բայց Հիսուս նրան պատասխանեց. այսօր, հիմա։ Ամեն, ամեն։ Ես չգիտեմ, բայց ռուսերեն գրած է նինյե։ Այսինքն այս պահին։ Շատերը մտածում են, այդ օրը իրիկունը պետք է իրար հետ լինեին, չէ, ասում էր հենց հիմիկվանից, այս պահից դու իմ հետ ես, վերջ, ամեն, մենք պիտի ավետարանը լավ կարդանք, լավ սովորենք, որովհետև Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք դարձրեց, ոչ թե մեղավոր դարձրեց, այլ մեղք դարձրեց, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում, ես Աստծո արդարությունն եմ Հիսուս Քրիստոսի մեջ, դու չես հավատում, դու քեզ այդքան արժան չես համարում, դու մի համարի, ես ինձ համարում եմ Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոսի մեջ, ոչ թե Հիսուս Քրիստոսից դուրս եկեղեցում ես արդար եմ, որովհետև ես անում եմ ինչ եմ անում, ես Հիսուս Քրիստոսի մեջ արդար եմ ամենտեղ, որովհետև Հիսուս Քրիստոսի արյունը սրբել է ինձ ամեն մեղքից, ես չգիտեմ դու ինչ ես ասում, ես չգիտեմ դու ինչ ես խղճանքդ պահում, խոստովանի Տիրոջը եւ մաքրվի Հիսուսի արյունով, ապրի ազատ, հաջորդը Քրիստոսի արյունը թանկագին է, որովհետև ջնջում է, վերացնում է մեր դեմ գրված պարտքերի, մեղադրանքների ձեռագրերը, պարտամուրհակները, որովհետև դատապարտված էինք, մենք դատավճիռ կար, պարտամուրհակ կար, դատավորը խփել էր մուրճիկը սեղանին եւ որոշումը կայացված էր, եւ քարտուղարն էլ գրել էր ու դատավորի կնիքով կնքել։ Հիսուս Քրիստոս ջնջում է, վերացնում է մեր դեմ պարտքերի, մեղադրանքների ձեռագրերը, պարտամուրհակները, որովհետև մենք դատապարտված ենք, Կողոսացիս 2-րդ գլխի 13-14-ը, եւ ձեզ, որ մեռած էիք մեղքերի եւ ձեր մարմնի անթլպատության մեջ կենտանացրեց, նրա հետ ներելով, ինչ ներելով, իշքան ներելով, ձեր բոլոր մեղքերը, ասա իմ բոլոր մեղքերը, ծանր ու թեթև չկա, մեծ ու փոքր չկա, կամ դու մաքրված ես, կամ էլ դժոխք ես գնալու։ Ես շատ բարեկիրթ կյանք եմ ապրել, կամ Հիսուս Քրիստոսով դու կմաքրվես, կամ էլ տես բարեկրթությամբ դժոխք կգնաս։ Ես շատ կուլտուրական կյանք եմ ապրել, կամ Հիսուսով կփրկվես, թե ավազակը, թե հանցագործը, թե մեղսագործը, թե մարդասպանը, թե այսպես կուլտուրական մարդիկ Հիսուսի արյունով են մաքրվում եւ երկինք գնում։ Եթե չէ, փրկություն չկա։ Դրա համար Հիսուսն ասավ, մարդի որդին եկավ մեղավորին փրկելու։ Եթե դու քեզ մեղավոր չես զգում, դու ուրեմն չես էլ փրկվի երբեք, որովհետև դու այն կոնտինգենտի մեջ չես։ Դու ուրիշ խավից ես։ Դու չփրկվողների, արդարների տեսակից ես։ Մարդկային արդարությունը երկինք չի գնում։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Եվ ոչ միայն մեր բոլոր մեղքերը, եւ ոչնչացրեց հրամաններով հաստատված պարտամուրհակը, որ մեզ հակառակ էր, եւ գամերից այն խաչին, իշխանություններին եւ պետություններին զինաթափելով հայտնապես խայտարակեց եւ նրանց հաղթանակեց Իրանում, ալելույա, հաջորդը Քրիստոսի արյունը թանկագին է, որովհետև նրա միջոցով կարող ենք մոտենալ Աստծուն, առանց Քրիստոսի արյուն, քանապետը արյունը վերցնում էր, որ մտնելուց ընդ չսպանվեր, առանց արյուն ինքը կմեռներ, առանց արյուն Աստծուն մենք չենք կարող մոտենալ, միայն Հիսուս Քրիստոսի արյունն է, որ մեզ հնարավորություն է տալիս մոտենալ Աստծուն, այն որ ասում ենք Աստված մեր մեջ է բնակվում, դու հասկանում ես ինչ ես ասում, ինչ արեցիր, որ տենց տեղը պատրաստվեց, մաքրվեց, ինչով լվացիր քո սիրտը, մեղքերից, պղծություններից, ինչով մաքրեցիր, Հիսուս Քրիստոսի արյունը մաքրեց,
Եվ Հիսուս դրանից հետո նոր կարող է քո մեջ տեղ ունենա։ Եբրայեցիս 10:19-20 եղբայրներ, ուրեմն համարձակություն ունենք սրբարանը մտնելու Հիսուսի արյամբ, այն նոր ու կենդանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար վարագույրի միջով, այսինքն իր մարմնով։ Վարագույր կար սրբության եւ սրբության սրբոցի մեջ։ Դա այն վարագույրն էր, որից են Աստծո ներկայությունը խորհրդանշող ուխտի տապանակներ դրված։ Եվ եթե մեկը այնտեղից առանց արյան մտներ, միայն քահանայապետն իրավունք ուներ, այն էլ արյան միջոցով։ Արյունը վերցրած, առանց արյան չէր կարող գնալ։ Նա բացեց մեզ համար վարագույրի միջով, այսինքն իր մարմնով։ Թանկագին է Հիսուս Քրիստոսի արյունը, որովհետև նրանով ունենք խաղաղություն Աստծո հետ։ Հաշտվածներ կան Աստծո հետ։ Դա հնարավոր է միայն ու միայն Հիսուս Քրիստոսի թանկագին արյամբ։ Նրանով ունենք խաղաղություն։ Աստծո հետ, իրար հետ եւ ընդհանրապես։ Այո, որովհետև այսօր տեսնում ենք, մենք էլ ենք այստեղից, մենք էլ ենք այստեղ ապրում, բոլորը բոլորի թշնամին են։ Անգամ կարող են կեղծավորությամբ ընկեր խաղալ, բարեկամ խաղալ, կուսակցություն խաղալ, բայց բոլորը բոլորի թշնամին է։ Իրականությունն է դա։ Իրականությունն է դա։ Բայց մեզ Հիսուս Քրիստոս այդ տառապալից իրավիճակից ազատեց։ Կամ սև ես, կամ սպիտակ, կամ իմ բարեկամն ես, կամ թշնամին, ես Հիսուսի բարեկամն եմ։ Եվ քանի որ Հիսուս քեզ էլ է գնե, դու ես իմ բարեկամը, մենք իրար բարեկամներ ենք։ Հաշտեցրեց։ Եվ ուզում եմ վերջացնեմ, վերջինը, որ ուզում եմ ասել։ Եկավ եւ ավետարանեց խաղաղություն ձեզ հեռավորներից եւ խաղաղություն մերձավորներից, բոլորիդ խաղաղություն։ Վերջինը թանկագին է, որովհետև ունենք հաղթություն Քրիստոսի արյան զորությամբ։ Գրված է Հայտնության գրքի 12-րդ գլխի 11 խոսքում. եւ նրանք հաղթեցին նրան գառան արյունով եւ իրենց վկայության խոսքով եւ չսիրեցին իրենց կյանքը մինչեւ մահ։ Այո, հոգեվոր պայքարը շատ իրական է եւ հաղթությունը միայն Հիսուս Քրիստոսի արյան զորությամբ է։ Սրա հետ կապված մի բան պատմեմ ու վերջացնեմ։ Դատավորած գրքի, եթե չեմ սխալվում, 12-րդ գլխում մի պատմություն կա, երբ որ Իսրայելի դատավորներից մեկը առանց Եփրեմյաններին տանելու գնաց պատերազմի ու հաղթանակած եկավ, Եփրեմյանները Իսրայելի ցեղերից մեկը շատ բարկացան եւ Եփթայի հետ գնացել էին, կարծեմ Գաբավոնացին չեն, մի ուրիշ ժողովուրդ Իսրայելի ցեղից։ Բարկացան, շատ բարկացավ այդ ժողովուրդը եւ եկան ասեցին, «Դու ինչ արեցիր մեզ բանի տեղ չգնա դրեցիր, մեզ չտարար, որ մենք քեզ հետ հաղթեինք»։ Բայց ասում է դուք որևէ նշան չտվեցիք, որ ձեզ վերցնեի։ Հետո գնացել եմ հոգիս ձեռքերիս մեջ դրած, այսինքն վտանգելով կյանքս, գնացել եմ ձեզ համար այդ գաղադացիները, գնացել եմ եւ փղշտացիներից, թե անօրեններից մի խոսքով, թշնամիներից փրկություն եմ, ազատագրություն եմ ձեզ համար։ Մի խոսքով որոշեցին, որ պատժեն։ Եվ բոլորը պետքա, ամեն մեկը պետքա իր տունը գնար։ Ուրեմն բանից պարզվում է արյուն, շիբոլետ գախնաբար կամ չգիտեմ ինչ, պարոլ, գախնաբար, այդպիսի մի բան մտածեցին, այս ցեղը կարողանում էր ասել շիբոլետ, այն մյուս ցեղը չէր կարողանում ասել շիբոլետ, որպեսզի տարբերային, ասում էին սիբոլետ։ Ոնց որ հիմա Հայաստանում լեննականցիք ու չգիտեմ երևանցիք կամ երևանցիք ու մարտունեցիք, ամեն մեկը մի բառը մի ձևի է ասում։ Գալիս էին, որ անցնեին, գնային, հարցնում էին դուք Եփրեմյան եք,
ասում էին չէ, Եփրեմյան չենք։ Դե ասա շիբոլետ, Եփրեմյաններն էլ չէին կարողանում ասել շիբոլետ։ Ասում էին սիբոլետ ու բռնում էին ու մեծ քանակությամբ մարդիկ սպանվում էին։ Եվ ես մի պատմություն եմ լսել կորեական պատերազմից, ես էլ ասեմ ու վերջացնեմ, աղոթենք։ Ուրեմն կորեական պատերազմի ժամանակ մի մարդ զինվոր գերությունից փախնում է ու գալիս է որ միանա իր զորքին, ամերիկացիների զորքին։ Ամերիկացիներն էլ այդպիսի մի պարոլ, մի գաղտնաբառ են մտածել, որ փաստորեն կորեացիները, թե ճապոնացիները չեն կարողանում անգլերեն ասել արյուն առանց ակցենտի։ Եւ ասում են, ասա պարոլը։ Այս մարդն ասում է, ես այսինչ Օհայոյի նահանգից եմ, այսինչ քաղաքից, իմ, չգիտեմ, գեներալը այս մարդն էր, չգիտեմ, իմ ընկերները այս մարդն են, մենք գերեվարված էինք այստեղ, ասում է, պարոլն ասա, թե չէ կգնդակահարեմ, ասում է, բայց իսկապես ես Ամերիկայից եմ, այստեղ եմ սովորել, այստեղ եմ ծառայել, ասում է, պարոլն ասա, ասում է, չգիտեմ, ասում ուրեմն պետք է կրակենք, ասում է, բայց մի խնդրանք ունեմ, ասում է, ո՞րն է խնդրանքը։ Ասում եմ ուզում եմ որ մեռնելուց առաջ, ինձ սպանելուց առաջ թույլ տաք աղոթք կանեմ։ Ծնկի է գալիս ու սկսում է աղոթք անել։ Աղոթք անում ու ասում է Տեր, դու գիտես որ ես մեղավոր կյանք եմ ապրել, հիմա ոնց որ թե կյանքս ավարտին է վերջանում։ Ես լսել եմ որ քարոզում են քո արյունը մաքրում ամեն մեղքից։ Այդ ասում է կանգար, դու արդեն պարոլն ասեցիր առանց սխալ։ Երկինք գնալու պարոլը արյունն է։ Ամեն։ Ես սրբվել եմ Հիսուսի արյունով։ Այդ արյունը հերիքը, ամենակարող արյունը, ամեն մեղքներող արյունը, ձեռքերիդ վրա բիծ կա, մեղքի հոտ կա, խշմտանք կա, չար հիշողություն կա, Քրիստոսի արյունը սրբում է, ամեն մեղքից, գնացեք ապրեք ազատ խշմտանքից, ազատ մեղքի բեռից, ազատ ամեն հիշողությունից, ապրեք ազատ Հիսուս Քրիստոսի անունով։